Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է հրշեջ փրկարար։ Փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Տարվա այս եղանակին արտակարգ իրավիճակների մասին տեսանյութերում գրեթե միշտ խոսում են վաղձյան անանցանելի ճանապարհների մեծաքանակ վթարների մասին։ Այս տարի սակայն անսպասելիորեն թեման լրիվ այլ է՝ հրդեհներ միանգամից մի քանի մարզերում՝ Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, տեղն ու տեղահարց է առաջ գալիս։ Եթե չկա բարձր ջերմային ֆոն, ինչպես կարող է կրակն այդքան արագ տարածվել։ Պարզվում է ջերմային ֆոնը պայման է հրդեհի առաջացման համար, բայց տարածման համար ոչ։ Եթե արդեն իսկ կա հրդեհ, այստեղ հրդեհի տարածման էական երկու պատճառ կա՝ քամի ու խոտազանգվածի չորություն։ Այլ հարց է, թե ինչպես է ի հայտ եկել հրդեհը։ Տեղեկություն էր տարածվել, որ սա արդեն ավանդական դարձած ցանքատարածքների նախաձմեռային հրդեհման հետևանք է։ Վնասակար այս երևույթի հետևանքների մասին շատ է խոսվում, բայց այն դեռ բավականին արմատացած է ֆերմերների շրջանում։ Այդ խոտը ձմռանը դառնալու է պարտանյութ հողի համար։ Հրդեհելով հողի երեսի ամենաօգտակար շերտը, ամբողջ կենդանի օրգանիզմները, ամեն ինչը վերացնում է։ Այդ դեպքում լեռնոտ հատվածներում ինչպես են տարածվում հրդեհները ցանքատարածքներից հեռու, այստեղ էլ խնդիրը հին պապական մեթոդներով իբր անասունների կերի առատ աճին նպաստելու փորձերն են հավանաբար։ Գործնականում նույնքան անարդյունավետ եւ անտրամաբանական մեթոդ։ Նաև այս ամեն ինչը անում են, որպեսզի այդ արոտավայրը եկող տարի իբրև ավելի լավ դուրս գա, ավելի շատ խոտ ծլի։ Մարդիկ պետք է հասկանան, որ այդպես եկող տարվա արոտը ավելի լավը չի լինելու։ Կա եւս մեկ շրջանառվող կարծիք, որ սա կարող է դիվերսիա լինել թշնամու կողմից։ Չափազանց կասկածելի է միևնույն պահին երկրի տարբեր հատվածներում դժվար կառավարելի հրդեհների ի հայտ գալը։ Առավել եւս, երբ խոսքը գնում է օրինակ Տավուշի մասին։ Մյուս կողմից թիրախը կարող է լինել նաեւ պարզագույն բիզնես շահը։ Առանց խախտելու ինչ-որ մարդկանց կամ խմբի անմեղության կանխավարկածը, ինչ է լինելու հրդեհից հետո օրինակ։ Ծառերը դառնում են ոչ կենսունակ։ Այո, իսկ ումա պետք որ ծառերը դառնան ոչ կենսունակ, մարդկանց, որ այդ ծառերը մաքրելու են անտառներից, այսինքն դեմն էլ ձմեռա, վառելափայտի վաճառք կա։ Բոլոր այս կասկածները պետք է փարատեն իրավապահները, որոնք պիտի որ բացահայտեն հրդեհների պատճառները։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը մեզ այդպես էլ չարձագանքեց։ Հենց նախարարությունն է այս պահին համակարգում հրդեհաշիջման աշխատանքները, քանի որ փրկարար ծառայությունը նախարարության կազմում է։ Պաշտոնական տեղեկության համաձայն այս պահին հարյուրավոր փրկարարներ եւ կամավորներ են պայքարում կրակի տարածման դեմ։ Հիմա ուղղաթիռներ են կիրառում, որոնք որ ավելի փոքր հնարավորություններ ունեն, փոքր ծավալով են տեղափոխում եւ կարծում եմ խնդիր է դա։ Ավելի լավ է ինքնաթիռ ներգրավեն, հուսով եմ որ կփորձեն հարևան երկրներից դա իրականացնել, որ գոնե հիմա լոկալացնեն այդ հրդեհները։ Հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, խոսքը մասնավորապես տարիներ առաջ Խոսրովի արգելոցի հրդեհի մասին է։ Պատկան կառույցները պետք է որ ունենային քայլերի հաջորդականության պլաններ նման արտակարգ իրավիճակներում կիրառելու համար։ Հարևան պետությունները, մասնապես Թուրքիայում խոշորածավալ հրդեհներից հետո կամ Վրաստանում ինչ են անում այդ առումով ներկա եւ ապագա ավելի լուրջ մարտահրավերների դիմակայելու լուրջ գործընթացներ են ուրեմն կատալիզում, իսկ Հայաստանում մենք նույն, այսպես ասած, տաշտակի մոտ ենք։ Մասնագետները վստահ են, որ նման իրավիճակներից խուսափելու միակ միջոցը մարզերի բնակիչների, հատկապես ֆերմերների հետ լուրջ աշխատանքն է։ Առանց նրանց աջակցության այս խնդիրը կրկնվելու է ամեն տարի։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել է նաև Հանրապետության նախագահը, քննարկվել են Անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակը ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Բաքվում կայացել է գործարար եւ բարերար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության հերթական նիստը։ Այս նիստում եւս ինչպես եւ նախորդներում հարցաքննվել են այսպես կոչված տուժածները, ուսումնասիրվել են գործի նյութերում առկա որոշ փաստաթղթեր եւ ապացույցներ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով գերիների հարցին նշել է, որ այս պահին կա հաստատված 23 գերի, ունեցել են 200-ի հասնող գերի եւ ինչ որ պահի այս թիվը հասել է 0-ի, ասել է Սիմոնյանը, ընդգծելով վերադառնալու են բոլորը, այդ թվում Արցախի նախկին ղեկավարները։ Վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ վերջին տարիներին էական բարեփոխումներ են արվել ռազմական կրթության ոլորտում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Նախարարը կոչ է անում երիտասարդներին ընդունվել ակադեմիա, ընդգծելով, որ սպայական կարիերան ապահովում է նաև բժշկական ծառայություն, ապահովագրություն եւ բարձր աշխատավարձ։ Պապիկյանը ներկայացրել է նաև Պաշտպան հայրենյաց ծրագրի արդյունքները։ Վերջին 2 տարիներին 4225 ժամկետայիններ դարձել են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա պայմանագրով։ Ծրագիրը ներառում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն եւ այնուհետեւ 5 տարի պայմանագրային ծառայություն բարձր աշխատավարձով։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունը, որի տարեկան թողունակությունը կազմում է մինչև 15 միլիոն տոննա, ակտիվորեն շարունակվում է, հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ Աղվենդի սահման տանող երկաթուղային հատվածի կառուցումը կավարտվի 2026 թվականին։ Ադրբեջանը միաժամանակ աշխատում է Նախիջևանով անցնող մոտ 200 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածի շինարարության վրա։ Այս գծի նախագծումն այժմ ավարտված է եւ շինարարությունը կսկսվի շուտով, նշել է նա։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը շրջանառում է հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Խորհրդարանի նիստերի դահլիճում հրավիրել են լսումներ քննարկելու հարցը։ Ընդդիմադիրները պնդում են, երկրում քաղբանտարկյալների առկայությունը էական վնաս է հասցնում հայաստանյան ժողովրդավարությանը, որի հետընթացը նկատելի է։ Ժողովրդավարության հետընթացի պայմաններում իհարկե ահագնացել են քաղաքական ճնշումները եւ այս պարագայում մեր տվյալներով 60-ից ավել իսկ իմ գնահատականներով գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, ըստ որի դատապարտում է առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը։ Հարցը քննարկվել է Հայաստանյան եպիսկոպոսատ եւ թեմակալ առաջնորդների ժողովում։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ազգային ժողովի աշխատակազմից ստացել է պատասխան, ըստ որի 2020 թվականի պատերազմը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ազգային ժողովի նախագահային ուղարկված զեկույցը չունի իրավական կարգավիճակ, ինչի պատճառով էլ իրեն չեն կարող տրամադրել նիստերի արձանագրություններին ու զեկույցներին ծանոթանալու հնարավորություն։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները շարունակվում են, սակայն դրա համար հստակ ժամկետներ Հայաստանի արտաքին գերատեսչությունից դեռ չեն հայտնում, տեղեկություն չկա։ Գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի, այդ առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Սահմանազատման գործընթացը Սյունիքում շարունակվում է, փոխնախարար Սաֆարյանը այս հարցին էլ հստակ պատասխան չտվեց, ասաց, զարգացումներ կլինեն, անպայման կտեղեկացնենք։ Փոխվարչապետ Գրիգորյանն էր ազգային ժողովում հայտնել, թե արտահերթ սահմանազատման գործընթաց պետք է սկսեն Հարավում։ Նրա ձևակերպմամբ Թրամփի ուղու ստեղծման ու սպասարկման ուղղությամբ էլ ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ Ամերիկայի միջև։ Որևէ թուրքական կազմակերպություն կարող է արդյոք ներգրաված լինել գործընթացում, երկու կողմերն են որոշելու, փոխարտգործնախարարի պատասխանն է։ Բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է
ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված գագաթնաժողովին Հայաստանը կրկին չի մասնակցի, միաժամանակ սակայն համաձայնություն է տվել այնտեղ քննարկվող եւ ընդունվող փաստաթղթերին։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հապկից դուրս գալու հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում կա արդյոք, փոխնախարար Սաֆարյանը բացասական պատասխան տվեց։ Երևանում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի սահմանը 140-ից 400%-ով։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են նոյեմբերի 17-ից 25 նկատ ժամանակահատվածում։ Մի շարք մասնագետներ խոսել են երկրում օդի աղտոտման խնդրից, քանի որ առաջիկայում չի սպասվում օդի մթնոլորտային տեղաշարժ մայրաքաղաքում, աղտոտման պատկերը կպահպանվի, նշել են մասնագետները։ Վերջին օրերին շատ խոսվում է չոր տերևների այրման հետևանքով առաջացած ծխի մասին։ Այս տարի պատասխանատու կառույցը չոր տերևների այրման փաստով կազմել է ընդամենը 15 վարչական արձանագրություն։ Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ մայրաքաղաքաբնակներն անհանգստանալու լուրջ պատճառներ չունեն, ի տարբերություն այն տարածքների, որտեղ այս պահին հրդեհներ կան։ Այրված տարածքներից կարող են արտանետվել գազեր եւ փոշի, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, բայց փաստացի տվյալներ, թե ինչպիսին է վիճակը, ինչ բաղադրություն է այս պահին այրվող հարակից տարածքներում, չեն կարող հնարավորինս փակ պահեն լուսամուծները, հնարավորինս քիչ գտնվեն ծխով աղտոտված տարածքներում, որոշակի անհանգստություններ, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց, հաշվի առնելով հետագա զարգացման հնարավոր ընթացներ։ Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են անօրինական կրպակների ապամոնտաժման աշխատանքները եւ քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում տնտեսվարողներին համագործակցության համար։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, մասնավորապես այսուհետև Բաղրամյան պողոտայում Բաղրամյան պողոտա Պրոշյան փողոց Խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա Լեռ կամ Սարի փողոց Խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը, ինչպես նաև Պրոշյան փողոցում Բաղրամյան պողոտա Պրոշյան փողոց Խաչմերուկից մինչև Պրոշյան Այգեձորի փողոցների Խաչմերուկ եւս կարգելվի մեքենաների կանգառը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր եկամտահարկի վերադարձով գնել են տներ կամ իրենց երեխաների ուսման վարձի վերադարձից են օգտվում, հայտարարագրման համակարգի միջոցով նրանք այլևս չեն կարողանա օգտվել ապահովագրության հետվճարից։ Համակարգը ըստ վարչապետի համապարփակ չէ, որովհետև ոչ բոլոր ծառայություններն են ծածկում։ Նախարար Ավանեսյանը սակայն հակառակ պնդումն է առաջ բերում։ Մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշածող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարևոր ծառայությունները։ Այստեղ այն փաստը, որ ասում են 6000 դրամը թույլ ենք տալու, որ վերադարձվի հայտարարագրման միջոցով որպես սոցիալական կրեդիտ, ապա այդ վերադարձից օգտվելու են շատ քիչ թվով քաղաքացիներ։ Քանի տոկոս մոտավոր։ Մոտավորապես տարբեր մասնագետների հետ ես խոսել եմ, ասում են 7-ից 10% լինեն, թե չլինեն։ Առաջին փուլի շահառուները մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները, որոնց համար վճարվելու է պետական բյուջեից։ Նախագիծը առաջարկում է, որ հաջորդ տարի ապահովագրությունից օգտվեն նաեւ ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է, այսինքն ամեն ամիս աշխատավարձից կպահվի 10,800 դրամ, ինչու պետք է 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին վճարի 65+ տարիքի բարձր աշխատավարձ ունեցող քաղաքացու փոխարեն, ասում է մասնագետը, պնդելով, թե այստեղ սոցիալական անարդարության խնդիր կա։
Սա ապահովագրություն է, որը ասում է այն մասին, որ աղքատները պետք է վճարեն հարուստների համար։ Այսինքն 200,000 աշխատավարձ ստացողը նույնքան գումար է վճարելու, ինչքան որ վճարում է օրինակ 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն ստացող աշխատմարդիկ քաղաքացիները։ Հայտնի չէ նաև թե ինչ առողջապահության ծառայություններ են մատուցելու եւ ինչպիսին է լինելու մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների առողջապահական ճակատագիրը։ Եթե ասում են պարտադիր ապահովագրություն, դրան չմասնակցելու դեպքում ինչ է սպասվում քաղաքացուն։ Մասնագետը պարզաբանում է կտուգանվի վարչական իրավախախտումների մասին օրենքով։ Կատարվել է օրենսդրական փոփոխություն։ Այն քաղաքացիները, ովքեր պարտադիր պետք է ապահովագրական փաթեթում ներառվեն, չներառվելու դեպքում մի օր տանը նստած հարկադիրից նամակ կստանան ծանուցվելով պարտավորություններ ունեն։ Բոլորի համար նույն տուգանքն է գործելու աշխատավարձի 300-ապատիկի չափ։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը Արմեն Օվանեսովը քրեական հետապնդման շրջանակում ներգրավվել է նաև ծեծի վերաբերյալ նոր քրեական վարույթում, որը միացվել է հիմնական սպանության գործին։ Նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել։ Հիշեցնենք, Տիգրանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին դաշտամիջյան հատվածում։ Նոյեմբերի 26-ին Արգավանդի Խաչմերուկի հարևանությամբ կենտրոնական փողոցի 4 հասցեի դիմաց 25-ամյա գնելը վազ 21-21-ով բախվել է Մերսեդեսին, ջիպին եւ թույլատրելի հատվածում կայանված Տոյոտային։ Հետո բախվել է երկաթե դարպասին, տուժածներ չկան, ի դեպ Նիվայի վարորդը վարելու իրավունք չի ունեցել։ Շամշանկոմի տեղեկություններով նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8-ի B դասարանի մի խումբ աշակերտներ են վիճել։ Այդ ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է մյուսի դեմքին, ով քթոցկրի կոտրվածքով տեղափոխվել է Մուրացյան բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետաքրքիր է, որ այս դպրոցից մոտավորապես մի քանի քայլ այն կողմ գտնվում է ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժինը։ Քաղաքային իշխանությունը Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու Այվազովսկու դաշնենցի փողոցներն ասֆալտել է, բայց գործն ավարտին չի հասցվել։ Գծանշումներ չեն արվել, ինչի պատճառով ըստ Շամշյան կոմահազանգած քաղաքացիների երբեմն վարորդների միջև վիճաբանություն է սկսվում, եղել են դեպքեր, երբ այդ ամենը դարձել է ծեծկրտուքի պատճառ։ Նայ, ընտիր ասֆալտն արվել է, բայց գծանշում չկա։ Ընդհանրապես չկա, ինչի պատճառով էլ անընդհատ վարորդների միջև վիճաբանություններ են տեղի ունենում, թե ով ոնց պիտի անցնի, ով երբ պիտի անցնի, որ գծով ուր ուղղություն գնա, հարգելի Երևանի քաղաքապետարան, լավ գործը միջև վերջ գոնե ավարտի հասցրեք։ Տավուշի մարզում Իջևանում նոյեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայրից 2 հոգու Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն են տեղափոխել Իջևան բժշկական կենտրոն։ Այս վայրից պայթյունը այստեղ է տեղի ունեցել ըստ նախնական տեղեկությունների, որտեղից հիմա տեսնում եք ծուխ է դուրս գալիս։ Օպերատիվորներ ժամանել են ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության Իջևանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն ու նաև ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք պայթյունի վայրում հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր ու ծխացող օջախ։ Ես սողերան հետքեր է, բայց թե ինչ է պայթել եւ ինչ հանգամանքներում պարզվում է նաև այդ տարածքի սեփականատիրոջ ու վիրավորի ինքնությունը։ Տեսենց Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում երկար տարիներ մաշված կոյուղատարերը իսկական գլխացավանք էին դարձել բնակիչների համար։ Իսկ հիմա ինտենսիվ աշխատանքներ են։ Մոտ 3 կիլոմետր կոյուղատար է անցկացվում ու որը իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Աշխատանքներն էլ իրականացվում են Արզնի համայնքի ղեկավարի գլխավորությամբ։ Ոնց որ լավ ալում, հա։ Փրկվում եք էլի։ Կարելի ասել գյուղի մոտ 500 մետր, 700 մետր երկարությամբ գյուղի մի քանի փողոցներում արդեն անցկացվել է այդ ամենը, հիմա էլ շարունակվում է։ Ամենակարևորը, որ խողովակները եվրոպական չափանիշներին համապատասխան է, ինչը երաշխիք է, որ այն մոտ 80 տարի
կգործի, եթե ոչ ավելի այդպես են ասում։ Նույնիսկ այն փողոցներով է անցկացվում կոյուղատարը, որին հարակից բնակվող բնակիչները երբեք չեն ունեցել։ Արդյունքում քաղաքացիները կկարողանան հանգիստ միանալ գլխավոր կոյուղատարին ու օգտագործել դրանք։ Տեղեր կա օգնում ենք միասին։ Հապա պետք է օգնի, բան խեղճ բնակիչը մենակ ոնց անի։ Բնակիչները դրական փոփոխությունների համար շնորհակալ են, վստահ, իրենց կյանքն ավելի կհեշտանա։ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում հսկայական գերբջիջ է նկատվել, դրանցից տեղացել է 14 սանտիմետր տրամագծով անհավանական կարկուտ։ Այս մասին գրել է հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Հոնկոնգում հրդեհ է բռնկվել, որը կլանել է Վան Ֆուկ քորտ բնակելիի համալիրի 4 շենք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, այդ թվում 1 հրշեջ վիրավորվել է առնվազն 5 հոգի, իսկ շատերը մնացել են թակարդված, հաղորդել է Հոնկոնգի South China Morning Post թերթը։ Ֆոդորսի զբոսաշրջային ուղեցույցը հրապարակել է 2026-ին այցելուների խուսափելի վայրերի ցանկը գերազանց զբոսաշրջային հոսքի պատճառով։ Ցանկում ընդգրկված են Անտարկտիդան և Կանարյան կղզիները, որոնք մասնագետների կարծիքով պետք է հանգստանան չափից շատ այցելուներից։ Երրորդ տեղում է Մոնտանայի Գլեյշեր ազգային պուրակը։ Ցանկում ներառվել են նաև Իսոլա Սակրան, Իտալիա, Յունգֆրաուն, Շվեյցարիա, Մեխիկոն, Մոմբասան, Քենիա և Մոնմարտրը, Ֆրանսիա։